Okay, ուրախ եմ ձեզ բոլորի տեսնելու այսօր այստեղ։ Շարունակում ենք ուսումնասիրել Եբրայեցիս գիրքը։ Եվ այսօրվա դասը կոչվում է Հիսուսը կատարյալ զոհ։ Հիշելու համարն է Եբրայեցիս 10:14 համարը։ Վասնզի մեկ պատարակով մշտնջենապես կատարյալ հրավ սրբացները։ Ում մասին աստեղ խոսքը գնում, Հիսուսի մասին։ Ուրեմն հին աշխարհի համար, գիտեք, հին աշխարհում տարբեր աստվածներ էին պաշտում եւ շատ անբնական էր թվում, մարդիկ չէին կարող պաշտել մի աստծու, որ մարդ էր դառել և մեռել խաչի վրա, որտեղ խաչը, Եբրայեցիս գրքում Պողոսը գրում է, որ խաչը ինչ է, անեծքի նշանը, չէ։ Եվ ուրեմն, բայց իսկական Աստված, որ ճշմարիտ Աստված է, բոլորին այլ բնավորություն ունի, քան թե մարդիկ պատկերացնում են, քան թե օտար աստվածները, որ մարդիկ պաշտում են, որ իրականում Աստված է չեն, ուղղակի մարդու մտածածն է։ Եվ ուրեմն այսօր ուսումնասիրենք, թե ինչու Հիսուսը ստիպված եղավ Աստծո որդին, որ երկնքում ապրում էր, ինչու ինքը ստիպված եղավ իջնել և նման զոհ անել։ Մենք գիտենք, որ կարդանք Եբրայեցիս 9:15 համարը, այսօր համար ինք նոր ուխտին միջնորդն է, որպեսզի իր մահը առաջին ուխտին ժամանակը գործված հանցանքներում քավությանը համար եղած ըլլալով, հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Այսինքն, Հիսուսի զոհը ոչ միայն իր մահից հետո լինողների համար էր, այլ ում, ասում հին ուխտի ժամանակ ապրողների համար։ Այսինքն Հիսուսը նրանք փրկվում էին, ինչով, ոնց որ նախորոք էին փրկվում, մինչև որ իսկապես այդ խաչելությունը տեղի ունեցավ։ Զոհը ոչ միայն մեզ համար, այլ նաև այդ մյուս մարդկանց համար, որովհետև ուրիշ փրկության ձև չկա։ Միակ փրկության ձևը այդ էր, որ ինչ որ մեկը գար իր վրա վերցներ մեղքը և մեր փոխարեն մեռներ։ Ծննդոց 15:6-21 համարում ու Երեմիա 34:8-22 համարում խոսքը գնում այն մասին, որ երբ որ հին ժամանակներում ուխտ էին կապում, վերցնում էին մի քանի կենդանիներ, մեջտեղից ճղում էին այդ կենդանիներին և երկու մասի բաժանում ու դնում։ Եվ այդ ուխտ կապողները, ուխտ կապելը շատ լուրջ բան էր, և երդումներ էին տալի այդ ուխտ կապելու ժամանակ, և երբ որ իրանք անցնում էին այդ ճղած կենդանիների, մասնատված կենդանիների միջով, դա խորհրդանշում էր, որ եթե ինչ-որ մեկը կողմերից չկատարի ուխտը, ուխտի պայմանները, ուրեմն իրանքերը տենց ոնց որ այդ անասունների պես կճղվեն։ Եվ հետաքրքիրը ինչու՞մն է, որ կմասնատվեն։ Հետաքրքիրը ինչու՞մն է, որ Աբրահամը չանցավ այդ կենդանիների միջով, միայն Աստված անցավ այդ կենդանիների միջով։ Այսինքն այդ քայլով մարդկանց ցույց տալով, որ ինքը պատրաստ է կատարել իր ուխտը, որ ինքը խոստացել է մեզ։ Եվ այդ ուխտի հետ միասին, որ կապեցին, այդ հին ուխտի մեջ մտնում էր որոշ այլ օրենքներ, մանավանդ ծիսական օրենքները, որ պիտի, որտեղ Եբրայեցիս 9:22-ում ինչ ասում, առանց արյան թափելու չի լինում ներու։ Այսինքն
տրվեցին ծեսեր, որոնք խորհրդանշում էին Քրիստոսի զոհը։ Որովհետև Աստված կանգնել էր պրոբլեմի առաջ, ինքը այնքան էր սիրում իր ստեղծած մարդկանց, որ ինքը չէր ուզում, որ իրանց ոչնչացնի, չէր, բայց նաև ինքը չէր կարող խախտել իր օրենքը։ Եթե օրենքը խախտվի, ինչ է լինում։ Քաոս է լինում, ամբողջ տիեզերքում քաոս պիտի լիներ։ Այդ օրենքի շնորհիվ է, որ կա կարգոկանոն։ Եվ ինչ արեց Աստված, ինչ ուղի ընտրեց։ Իր որդին համաձայնեց, որ ինքը գա եւ ինքը անեց կդառնա մեր փոխարեն։ Եվ եթե հնարավոր լիներ, որ Աստված ջնջեր օրենքը, ինչպես հիմա պնդում են շատ եկեղեցիներ, ապա հենց այն ժամանակ, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, կասեն, օքեյ, լավ, մեղք եք գործել, ես այս օրենքը դնում եմ կողք, օրենք չկա, մեղք էլ չկա, եթե օրենք չկա, մեղք էլ չկա։ Բայց Աստված չարեց էդի։ Այսինքն օրենքը այնքան կարևոր է մեր բարօրության եւ հավիտենական կյանքի համար, որ այդ օրենքի կատարման համար իր որդին Աստծուց դարձավ մարդ եւ զոհաբերեց իրան, որպեսզի ճանապարհ բացի մարդկային ցեղի փրկության համար։ Եվ Եփեսացիս 3:14-19 համարներում գրված է. այսօր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի նոր առջև, ուր կա ամեն ազգատող երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնեք, կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքին ճոխությանը չափով, որ հոգին զորությունով հաստատվի ներսի մարդուն մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերուն մեջ բնակի եւ դուք սիրով արմատանաք ու հաստատվիք, որպեսզի կարենաք հասկանալ բոլոր սուրբերն հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը եւ երկայնությունը եւ խորությունը ու բարձրությունը։ Այսինքն ճանաչել Քրիստոսին սերը, որ գիտութենեն գերազանց է, որպեսզի լեցվի Աստծո լուրությունով։ Հիմա ինչ ձևի էր այդի տեղի ունենում հին ժամանակում, երբ որ Հիսուսը դեռ չէր խաչվել, երբ որ այդ օրենքները կար, բայց նրան որ Աստված մի հատ զոհ ընդամենը չէր տվել։ Մի քանի տեսակի զոհ կար, 5 տեսակի զոհ կար, եւ մեկը կոչվում էր օլա, որ ամբողջ կենդանի վերցնում եւ վառում էին եւ հետո խորհրդանշում էր Հիսուսի զոհը։ Մյուսը կոչվում էր մինխա, որ հացը բերում դնում էին, 12 հատ հաց էին, չէ՞ դնում այդ։ Ուրեմն տաճարը կազմված էր երկու մասից՝ սրբությունը եւ սրբության սրբոցը։ Սրբության իրանք բաժանված էին վարակույրով եւ այդ վարակույրի առաջ դրած էր սեղան, որի վրա կարծեմ ամեն շաբաթ բերում փոխում էին, հացեր էին մատուցում եւ այդ հացը խորհրդանշում էր որպես շնորհակալություն էին բերում, որ Աստված իր ժողովրդին հաց է տալի։ Նաեւ այդ հացերը խորհրդանշում էին Հիսուսին որպես կյանքի հացի։ Երրորդ զոհը կոչվում է շլամին կամ խաղաղության զոհ։ Ինչ էին անում, այդ զոհը բերում էին եւ ընկերներով, ընտանիքներով հավաքում միասին ուտում էին, սեղան էին գցում եւ ուտում էին այդ զոհը։ Եվ այդ ինչ էր նշանակում, էլի խորհրդանշում էր Հիսուսին, ում զոհը մեզ բերեց խաղաղություն։ Եվ չորրորդը խատատ կամ մեղքի համար զոհ, որ մարդիկ բերում էին գարանը եւ ձեռքը դնում էին վրա, որպես իրանց մեղքի համար զոհ մատուցեն, որը նույնպես Հիսուսի հետո այդ զոհի արյունը տանում վարակույրի վրա սրսկում էին, որ դնում էր սրբության սրբոց, եւ մենք մի քիչ հետո կտենանք, թե ինչ է խորհրդանշում դա, եւ նորից այդ խորհրդանշում է Հիսուսի զոհը։ Եվ աշան, որ կոչվում էր սխալի զոհ սխալի համար եւ ուրեմն մեղքերի ներում էր տալի այն դեպքում, երբ որ հնարավոր էր
այդ մեղքի տված վնասը փակել, այսինքն ես ինչ-որ մեկին վնաս եմ պատճառել, ես այդ զոհը բերում եմ և դրանից հետո այդ վնասը հատուցում եմ այդ մարդու, այդ զոհը կոչվում էր աշահ։ Ուրեմն այս բոլոր զոհերը տաճարի մեջ վկայում են, որ փրկության պրոցեսը ոչ միայն կարևոր է նրանում, որ մենք Հիսուսը զոհվեց մեր փոխարեն, այլ նաև մենք պիտի կերակրվենք Հիսուսով, այսինքն կենթանի հացը, որ Հիսուսը ես եմ հացը, և մեր բարիքներով կիսվենք բոլոր մեր մոտիկների հետ, ուրիշների հետ, և երբ որ մենք սխալ ենք գործում և վնաս ենք տալիս մարդուն, հատուցենք այդ վնասը, եթե հնարավոր է, կան անենց վնասներ, որ չես կարող հատուցես, ասեն թե խմած նստել է, քշել է, մարդուն գցել է ապրույթ տակ, մեռավ այդ մարդը, ոնց հատուցի, չի կարող կյանք տա այդ մարդուն, բայց այն վնասները, որ հատուցել ես, հնարավոր է հատուցել, հատուցում են, և Եբրայեցիս 7:27-ում, կարդամ Եբրայեցիս 7:27-ը, որուն ամեն օր հարկավոր չէ, ինչպես մյուս քահանայապետներուն, նախ իր մեղքերուն համար պատարագ մատուցանել ու ետքը ժողովրդին մեղքերուն համար, վասնզի ինք մեկ անգամ հրավասիկա իր անձը պատարագ մատուցանելով։ Այսինքն, այդ մյուս քահանաները և քահանայապետը, երբ որ իրանք պատրաստվում են ուրիշի համար զոհ մատուցելու, քանի որ իրանք մեղավոր մարդիկ էին, մեղավոր մարդը չի կարող մոտիկանալ զոհ մատուցի, իրանք սկզբում իրանք իրանց համար էին զոհ մատուցում, իրանց մեղքերը սրբելու համար, որ սրբվեին, հետո նոր ուրիշի մեղքի համար զոհ մատուցեին։ Բայց Հիսուսը ինքը եղավ և զոհ, և քահանա, և քահանայապետ։ Այսինքն ինքը մի անգամ զոհվեց, պետք չի, որ ինքը 1000 անգամ զոհի, որտեղ այդ կատարյալ զոհ էր, և ինքը եղավ հենց քահանան, որ մտցրեց իր արյունը տաճար, հիմա կիմանանք, թե ոնց է դիտեղ ունեցավ, որովհետև փրկությունը չի վերջանում խաչի վրա։ Հիսուսը խաչվեց, բայց եթե խաչելությունից հետո չլիներ հարությունը, և չլիներ իրա գնալը երկինք և նստելը իր հոր կողքին, որպեսզի մեր համար միջնորդություն անի, ուրեմն լրիվ չէր լինի այդ զոհաբերությունը, օքեյ։ Եվ դրա համար ինքը երբ որ մահացավ, հետո հարություն արավ, հետո ինքը գնաց հոր մոտ իրա արյունով և հայրը ընդունեց այդ զոհը, էդի նման էր նրա, որ քահանան գալիս էր և սրսկում էր այդ վարակույրի վրա, ընդունեց զոհը նոր, զոհը դարձավ լիարժեք, այսինքն այդ ժամանակ մենք ստացանք փրկագնում։ Հիմա Եբրայեցիս 9:22-ից 28 համարները գրեթե ամեն բան արյունով կմաքրվի օրենքին նայելով ու արյուն չթափված թողություն չլար։ Ուստի հարկ էր, որ երկնավոր բաներուն օրինակներ ասոնցմով մաքրվեին, ուրեմն բուն երկնավորները ասոնցմե ավելի ահեք զոհերով։ Քանզի Քրիստոս ոչ թե ձեռագործ սրբարանը մտավ, որ ճշմարտին օրինակն է, հապա բուն երկինքը, որպեսզի հիմա մեզի համար Աստուծո առջև ներկայանա, ոչ թե որպեսզի շատ անգամ իր անձը պատարագ մատուցանե, ինչպես քահանապետը, որ ամեն տարի սրբարանը կմտնե, իրը չեղած արյունով, ապա թե ոչ պետք է ինք աշխարհի սկիզբեն ի վեր շատ անգամ չարչարվեր, բայց հիմա մեկ անգամ դարեր անցնել է, վերջը իր անձին պատարագով հայտնվեցավ մեղքը մեկդի ձգելու համար, եւ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնելու անկի ետքը դատաստան, նույնպես ալ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեցավ շատերուն մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար անոնց, որոնք անոր կսպասեն։ Այսինքն ինչ է ասում այս համարներում։ Ինչ էր տեղի ունենում։ Այստեղ ասում է, որ երկրային սրբարանը իրականում խորհրդանշում էր որ սրբարանը իրական չէր, այլ իրականը որտեղ է, երկնքում։ Եվ այդ երկինքն էլ ունի, երկնային սրբարանը ունի երկրորդ մաս,
Եվ այս ամեն ինչը, ինչ որ կատարվում էր ստեղ, խորհրդանշում էր այն, ինչ որ պիտի կատարվի հետո։ Ուրեմն Հիսուսը երկու էտապից էր կախված փրկությունը, երկու էտապով եղավ։ Առաջին էտապը, որ Հիսուսը պիտի զոհվեր, չէ, ոնց որ ստե գրված էր, եւ իր արյունով պատարակ լիներ, եւ երկրորդ էտապը ինչա, ասում է երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար անոնց, որոնք կսպասեն։ Ուրեմն ստեղ որ ասում է մահը ստեղ որ ասում է եւ մեկ անգամ մեռնել ու անկի ետքը դատաստան, ստեղ նկատի չունի, որ մարդը մեռնում է ու անմիջապես կանում Աստծո առաջ երկնային դատարանում, այլ նկատի ունեն, որ մարդու փրկության ժամանակը փակվեց, մահվանից հետո ինքը չի կարող ընտրություն անի, թե ում ընտրի, մինչև մահն ընտրությունը, եւ դրանից հետո իրան արդեն սպասում է դատաստան, դատաստանը երբ պիտի լինի, ոչ թե ամեն մարդու համար առանձին, ասում է կան համարներ Աստվածաշնչում, որ ասում է, թե երբ պիտի սկսվի այդ դատաստանը, որ սկսվելու է Աստծո ժողովրդից։ Եվ ասում է, տեսա հինավուրցը հիշում եք այդ համարները հայտնություն գրքում, որ ասում է հինավուրցը նստեց, բացվեցին գրքերը եւ կյանքի գիրքը բացվեց եւ մարդիկ դատվեցին ըստ իրաց առանց գործերի։ Եվ ուրեմն դատաստանն է գնում ամեն մի մարդու համար Աստվածաշից մենք գիտենք, որ երկու դատաստան է լինելու, մեկը նրանց համար, ովքեր հավակնում են, որ իրանք հավատում են Հիսուսին, որ իրանք փրկված են, որ իրանք անունը կյանքի գրքի մեջ գրված է, մյուս դատաստանը նրանց համար է լինելու, ովքեր փրկված չեն։ Այսինքն, որպեսզի որոշվի, թե ով է սկզբում, որպեսզի լինի երկրորդ դատաստանը, սկզբում լինում է առաջինը, որպեսզի որոշվի, թե ով է փրկվում եւ ով հետո պիտի որոշվի, թե ով չի փրկում եւ իրանց պատիժը որոշվի։ Եվ այդ կյանքի գիրքը բացվեց եւ ասում է դատվեցին մարդիկ։ Եվ այդ դատվելով որոշվում է այս մարդու անունը մնում է կյանքի գրքի մեջ, թե ջնջվում է։ Այս մարդը ուղղակի դատարկ տեղը Հիսուսի անունը առել է իր բերանը եւ իր կյանքով չի ապրել եւ չի փառավորել Հիսուսի անունը։ Եվ այս մարդկանց եւ իրանց մեղքերը չի ներվել, որտեղ իրականում սրտանց իրանք չեն ապաշխարել, նրանով իբր թե եկել է եկեղեցի, սուրբ են եղել իբր թե, բայց իրականում իրանց սիրտը չի ապաշխարել եւ հետ չի կանել մեղքից։ Իսկ Հիսուսի զոհը մաքրում է մենակ ապաշխարած մեղքերից։ Նայեք, եւ որ մարդը մեղք է գործում այդ գարան վրա ձեռը դնում էր եւ իր մեղքը ասում էր, ինչ էր ինքանում, ապաշխարում էր։ Եվ ապաշխարած մեղքն էր գնում մտնում սրբության սրբոց։ Հետո երբ որ ամբողջ տարի այդ մեղքերը հավաքում էր սրբության սրբոցում, ինչ էր կատարվում, ոնց է կոչվում այդ տոնը, չեմ հիշում այդ տոնի անունը, բայց տարին մի անգամ քահանայապետը մտնում էր սրբության սրբոց, որպեսզի մեղքերը մաքրվի այդ ամբողջ տարվա ապաշխարած մեղքերը, որտեղ եթե մարդը մեղքը գործել է, բայց չի բերում, այդ արյունով չի մաքրվում, ուրեմն մեղքը չի էր գնում ընդեր, մեղքը իր վզին անում։ Բայց ստեղ մտել էին ապաշխարած մեղքերը։ Եվ հետո ինչ էր տեղի ունենում, քահանայապետը տարին մի անգամ իրավունք ուներ մտնել այդ մասը, սրբության սրբոցը, եւ այնտեղ խորհրդաշաբար այդ մեղքերը դրվում էր իր վրա, որպես ինքը խորհրդանիշն էր այդ վաղ Հիսուսի, որպես Հիսուսի ներկայացուցիչ, եւ ինքը հետո դուրս էր գալի, իր վրա այդ մեղքերը չէր մտնում, կար խաղության նոխազ, այծ, որի վրա ինքը դնում էր իր ձեռքը, եւ այդ մեղքերը, ապաշխարած մեղքերը փոխանցվում էր այծի վրա եւ ինքը բաց էր թողվում անապատ այդ այծը։ Եվ էդի խորհրդանշում էր ամբողջ այն ինչ որ պիտի տեղի ունենա ապագայում։ Այսինքն Հիսուսը հիմա մեր միջնորդի դերն է կատարում։
բոլոր այդ ապաշխարած մեղքերը, որ գնացել են երկինք, մենք խնդրում ենք այն ժամանակվա մեղքերն են, որտեղ ասում հին ուխտի մարդկանց փրկության համար չէ եղավ։ Այսքան բոլոր այդ մեղքերը գնում էր երկնային սրբության սրբոց, ընդեղ է ավակվել։ Եվ ժամանակ այդ դատաստանի ժամանակ որոշվում է եւ այդ ժամանակ այդ մեղքերից սրբության սրբոցը մաքրվում է։ Այսինքն նայում է բոլոր մեղքերը, որն է իրոք ապաշխարած եւ որը ոչ։ Եվ ըստ դրա ո՞նց է իմանում, որ իրոք ապաշխարած է թե չէ։ Մարդու գործերով չէ, իր ապագա գործերը ցույց է տալիս մարդը իրոք ապաշխարել թե չէ, թե նույն այդ մեղքի մեջ ապրում է, բայց ասում ես ապաշխարել եմ։ Այսինքն խոսքով ապաշխարածը զուր է, այդ մարդկանց անունները ջնջվելու է գրքից։ Եվ արդեն երբ որ պատրաստ է այդ թիվը որոշված է, թե ով է փրկվելու, ինչ է տեղի ունենում, Հիսուսը սրբության, հիմա ինքը սրբության սրբոցում է եւ այդ գործն է կատարում։ Հիմա դատաստան է գնում։ Հիմա որոշվում է, թե ովքեր են, թե մեռածներից, թե կենդանիներից փրկվելու։ Եվ գալու է ժամանակ, երբ որ Հիսուսը դուրս գա սրբության սրբոցից, երկնային, եւ հայտնության մեջ գրում է, որ լռություն տեղի ունեցավ։ Այսինքն, երբ որ ինքը դուրս գա սրբության սրբոցից, միանգամից չի գալու, որոշ ժամանակ լռություն է լինելու, այսինքն, երբ որ Հիսուսը դուրս եկավ սրբության սրբոցից, վերջ, մենք ասма սուրբը թող էլ ավելի սրբվի, մեղավորը թող էլ ավելի մեղանչի։ Այսինքն, վերջակետը դրվեց, սահմանագիծը դրվեց, մեր ժամանակը պրծավ, երբ որ Հիսուսը դուրս է գալիս սրբության սրբոցից։ Հիմա ինչքան ուզում եմ մենք կանչենք Հիսուսների մեր մեղքը այդ գծից հետո։ Այդ չկա, Հիսուս էլ միջնորդ չի։ Ինքը դուրս է եկել սրբության սրբոցից եւ պատրաստվում է իջնել երկիր, որպեսզի այդ դատաստանի որոշումները իրագործի, որպեսզի այդ մարդիկ, ովքեր իրոք ապացուցել են իրանց գործերով, որ ապաշխարած են, ովքեր իր արյունով սրբվել են, մաքրվել են, որտեղ իր արյունը ոչ միայն մեղքերի ներման համար, այլ մեզ վերափոխելու համար, ինչ որ հրաշքով էլի կրկնենք, որ մենք վերափոխվում ենք այդ արյան միջոցով։ Մեր համար այնքան թանկ է Հիսուսը դառնում, որ մենք էլ չենք ուզում իրան վշտացնել մեր մեղքերով։ Մանավանդ երբ որ Աստվածը շուշացում է ամեն անգամ մեղք գործելուց դու խաչում ես Հիսուսին։ Եվ ուրեմն այդ մարդիկ արդեն էլ մեղք չեն գործելու, չնայած իրանք չեն իմանալու այդ մասին։ Իրանք էլի անհանգստանալու են, որ իրանց մեղքերը արդյոք ներված է թե չէ, բայց արդեն իրանք պատրաստ են մտնելու երկնային արքայություն, որտեղ արդեն կատարելագործվել են։ Արդեն իրանցից վտանգ չկա, որ հավիտենական կյանքում ինչ-որ մոմենտ կգա եւ իրանք նորից սատանայի պես, այդ հրեշտակի պես հզոր, նորից կմբոստանան Աստծո դեմ։ Այսինքն երկնային, այսինքն հավիտենական կյանքի մեջ մտնելու են նրանք, ովքեր հաստատված են որպես վստահված մարդիկ, որ նույնիսկ մահվան առջև, նույնիսկ ես ինչ խոստումների առջև իրանք չուզեցեն մեղք գործել։ Ոնց որ Հովսեփը, չասես չեմ կարող վերջ։ Այսքան դժվար է այն մարդկանց համար, որ սովորել մեղք գործելու, դժվար է դեմ գնալ մեղքին եւ չանել դա։ Բայց այն մարդիկ, որ արդեն մաքրվում են եւ հասնում են այն աստիճանի, գալիս է մի աստիճան, որ դու ուղղակի չես ուզում այդ անես, նույնիսկ եթե ատրճանակը դնեն գլխիդ, ասեն չէ, դու պիտի մեղք գործես, այդ մարդը կասի օքեյ ինձ սպանի, բայց ես մեղք չեմ գործի։ Այդ մարդիկ արդեն վստահելի մարդիկ են եւ իրանք կմտնեն երկնքի արքայություն, որտեղ գիտեն, այս մարդը մինչեւ հիմա սիրեց Հիսուսին, ոնց որ Հիսուսը սիրեց մեզ մինչեւ հիմա։ Ինքը արդեն վստահելի մարդ է։ Եվ ուրեմն էսի երկրորդ մասն էր փրկագնության, որ Հիսուսը գալու է եւ այդ մարդկանց հարություն տա, ովքեր իրանց կյանքով ապացուցել են, որ իրոք ճշմարտապես ապաշխարել են։ Եվ կենդանիները, ոնց որ Կորինթացիս գրքում ասում է, իրանք էլ իրանց մարմինները կփոխվի, նոր մարմնով հարություն կառնեն, իրանց մարմինները կփոխվի, փառած մարմին կհագնեն,
Եվ Հիսուսի հետ կգնան իրենց ժառանգությունը վայելելու համար։ Իհարկե թեման արդեն առանձին է, որ 1000 տարի իրանք դատաստան են անելու նրանց վրա, ովքեր չեն փրկվել, նոր դրանից հետո վերադառնալու են երկիր եւ նոր հավիտենական կյանքը սկսի, երբ որ Սատանան վարվի իր համար պատրաստված կրակում։ Աստվածաշունչը ասում է, որ այդ կրակը պատրաստված է Սատանայի եւ իր հրեշտակների համար, բայց այն մարդիկ, ովքեր չեն ուզում Հիսուսին ընդունել եւ ովքեր կարճում են մեղքից, այդ մեղքի հետ վարվելու են Սատանայի հետ միասին։ Աստված չի ուզում, բայց իրանք են իրաց ընտրությունը արել։ Եվ այդ բոլոր ապաշխարած մեղքերը ընկնելու է Սատանայի վրա, որովհետև ինքն էր այդ քավության նոխազը խորհրդանշում էր Սատանային։ Եվ ինքը վարվելու է այդ մարդկանց փոխարեն, ում մեղքերը ներված է եւ ովքեր փրկված են։ Այսինքն ամենաերկար ինքն է վարվելու։ Դրա համար ինքը հիմա կատաղած ագրոցի պես ամեն ինչ անում է, թե պատերազմներ, թե ամեն ինչ անում է, որ մարդիկ վաղաժամ մեռնեն եւ չհասցնեն ընդունելու Քրիստոսին։ Լրիվ իր ձեռքի գործերն է։ Բայց մենք պիտի աղոթենք, որ Աստվածում որ հնարավոր է փրկել, եւ մենք ինքներս այդ գործը անենք մարդկանց առաջ վկայելու, ամենամեծ վկայությունը մեր փոխված կյանքն է։ Ինչքան էլ որ մենք Աստվածաշունչ կարդանք համարներ եւ այլն, այդքան չի օգնում, իհարկե դա անհրաժեշտ է, բայց ապացույցը նրա, որ այսօր իրոք Հիսուսը այնտեղ է, կենդանի է, մեր փոխված կյանքերն է, որտեղ մարդը չի կարող փոխվի, ինքը չի կարող իրան փոխի, եւ այն փաստը, որ մարդը փոխվել է, թողել է իր մեղքերը եւ նոր կյանքով ապրում, այդ փաստը ապացուցում է, որ իրոք Հիսուսը կենդանի է եւ բարեխոսում է մեր համար եւ իր արյունով մաքրում է մեզ։ Եվ մենք գիտենք, որ այդ դատաստանի ժամանակ մեր լոյերը լինելու է Հիսուսը, մեզ պետք չի արդարանալ, մեր փոխարեն խոսալու է Հիսուսը։ Ինքն է վերելու այդ ամեն ինչը եւ բոլոր փաստերը եւ իհարկե իր արյան փաստը, իր թափած արյան փաստը։ Եվ վերջում փորձեմ թարգմանեմ ադվենտիստական համալսարան կա Էնդրյուսի եւ այդտեղ մի հատ դասատու կա, որի անունը Իրժին Օսկալայա, եւ ինքը երբ որ ուզեցավ ուսանողներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում այդ դատաստանի ժամանակ, ինքը սենց բացատրեց։ Աստված այդ դատաստանը մտածել է ոչ նրա համար, որ իմ մեղքերը ցույց տա բոլորին, ոնց որ խանութի այդ դեմը դնում են, շորերը ցույց են տալի, չէ՞, այլ հակառակը, որպեսզի ցույց տա, թե ինչպես ինքը իր շնորհքով մաքրեց ու սրբեց իրեն, իր կյանքը եւ որպես միակ ճշմարիտ վկան իր կյանքի, որը գիտի իր բոլոր մոտիվները, ինչ մոտիվներ է ինքը ունեցել, ինչ որ բան անելուց, իր բոլոր մտքերը եւ իր արարքները եւ այդ արարքները ինչի է ինքը արել։ Եվ ինքը փաստորեն այդ ամեն ինչի իմանալով, որպես լոյեր, ինքը ցույց է տալի այդ բոլորը եւ ցույց է տալի, թե ինչպես ես ապաշխարեցի, ես մարդն ասում, եւ ինչպես ընդունեցի իր շնորհքը եւ ինչպես իմ կյանքը սկսեց փոխվել։ Եվ որ արդեն ես դարձել եմ վստահելի մարդ, որտեղ Հիսուսի արյունով մաքրված եմ, որտեղ Հիսուսի շնորհքով փոխված եմ։ Եվ իր կյանքի նպատակը Հիսուսը ասում է այդ դատավանի ժամանակ, որ իր կյանքի նպատակը դառավ Հիսուսը։ Այսինքն ամեն ինչ իր կյանքում ուղղված էր այն նրան, որպեսզի այդ մարդը ստանա հավիտենական ժառանգությունը։ Եվ Հիսուսը իր շնորհքով փոխում է, որ դու կարողանաս ստանաս այդ հավիտենական ժառանգությունը, որտեղ Աստվածաշունչը ասում է, ոչ մի մեղավոր մարդ չի կարող մտնել այնտեղ։ Այսինքն բոլորս մեղավոր ենք, բայց ոչ մի մեղավոր մարդ, ով
մնաց իր մեղքերի մեջ, չուզեց մաքրվել, չուզեց ընդունել Հիսուսի շնորհքը։ Եվ Հիսուսը կկանգնի եւ կվկայի Աստծո առաջ եւ կասի, որ ինքը իմ հավատարիմ եւ բարի ծառան է։ Ինչպես Աստվածաշունչն ասում, չէ՞։ Ասում է Հիսուսը, երբ որ գա, ոմանց կասի, գնացեք այն կողմինցից, որտեղ ես ձեզ չեմ ճանաչում, բայց մյուսներին կասի, արի մտի քո ուրախությունը, որտեղ դու հավատարիմ մնացիր ինձ։ Այսքանով այսօր ավարտենք եւ թող Աստված մեզ շնորհք տա եւ իմաստություն եւ օգնի մեզ հասնել այն կետին, երբ որ մեր վերափոխման այն կետին, երբ որ մենք նույնիսկ մահվան առաջ չենք ուզենա մեղք գործել, որտեղ արդեն մեր համար մեղք գործելն է դժվար դարձել, ոչ թե մեղք չգործելը։ Հիսուսը կենդանի է եւ ինքը ունի այդ շնորհքը մարդուն հասցնելու այդ աստիճանին։ Մեզնից է կախված, մենք ընտրում ենք, ուզում ենք դա, թե ոչ։ Աստված մեզ օրհնի, որ մենք ճիշտ ընտրություն անենք եւ արժանանանք այն հավիտենական ժառանգությանը, որ ստանանք։ Ամեն։